Եվրոպացիները ավելի շատ կենտրոնացած են պատերազմի շարունակման, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը։ Նա նշել է Մոսկվան ներկայումս չի տեսնում Եվրոպայի պատրաստակամությունը խաղաղ գործընթացին նպաստելու հարցում։ Պեսկովի խոսքով եվրոպական երկրները նախընտրում են աջակցել հակամարտության շարունակությանը։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է խաղաղ բանակցությունների թեման երկրորդական պլան է մղված։ Լեհաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի Եմեն անդամակցության բանակցությունների մեկնարկին, սակայն դեմ է Կիևի համար ցանկացած արտոնյալ պայմանների։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով Վարշավան չի պատրաստվում իր աջակցությունը փոխանակել Ուկրաինայի եվրոպական ձգտումների հետ։ Միաժամանակ նա ընդգծել է Լեհաստանը չի համաձայնի հատուկ արտոնությունների տրամադրմանը։ Տուսկի խոսքով Ուկրաինայի եվրոպական ճանապարհը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին։ Նա հավելել է այդ գործընթացը պետք է լինի նաև Լեհաստանի շահերին համապատասխան։ Ֆրանսիան նոր պատժամիջոցներ սահմանել օկուպացված արևմտյան ափում տեղի ունեցող գործընթացների պատճառով երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է. Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վերաբնակեցման կազմակերպությունների ղեկավարներ եւ մի շարք վերաբնակիչներ։ Փարիզը Սմոտրիչին մեղադրում է արևմտյան ափի բռնակցման եւ նոր բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը խթանելու մեջ։ Ֆրանսիան ընդգծել է շարունակում է պաշտպանել երկու պետություն սկզբունքը։ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտարարել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Ուկրաինայի մասնակցության։ Զելենսկու խոսքով հենց այդ պատճառով Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին ռազմավարական անհրաժեշտություն է։ Նախագահը հիշեցրել է այդ տեսակետը կիսում են նաև մի շարք գործընկեր երկրներ։ Ռուսաստանը պահանջում է Եվրոպայից հեռացնել ամերիկյան միջուկային զենքը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։ Նրա խոսքով Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զինանոցը սպառնալիք է Ռուսաստանի ռազմավարական անվտանգության համար։ Մոսկվան պնդում է այդ զենքը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Բելոուսովը նաև կոչ է այլ ապամոնտաժել դրա տեղակայման համար ստեղծված ենթակառուցվածքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան Apache ուղղաթիռը խոցվել է Հորմուզի նեղուցի տարածքում։ Նրա խոսքով ուղղաթիռը պարեկություններ իրականացնում դեպքի պահին նա ընդգծել է Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։ ԱՄՆ նախագահը միջադեպը բնութագրել է որպես լուրջ մարտահրավեր։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային թեմաների։ Քննարկվել են հարաբերությունների ընթացիկ ուղղություններն ու փոխգործակցության տարբեր ոլորտները, մանրամասներ նախարարությունը չի հրապարակել։ Իրանի զինված ուժերը հայտարարել են հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա։ Ըստ ԻՐԻԲ-ի գործողությունը եղել է պատասխան ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին։ Իրանական կողմը նշել է թիրախավորվել են ամերիկյան ռազմական օբյեկտներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր պատասխան գործողություններ իրականացրել Իրանի դեմ, ըստ ամերիկյան տվյալների խոցվել են Իրանի հոբ համակարգեր եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Իրադարձությունները զարգացել են Apache ուղղաթիռի միջադեպից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է կնքվել ինչպես մեկ շաբաթում, այնպես էլ մի քանի ամսում։ Նրա խոսքով կողմերը շարունակում են աշխատել պայմանավորվածությունների ուղղությամբ։ Վենսը նշել է Միացյալ Նահանգները շարունակում է հասնել երկարաժամկետ լուծման։ Նա ընդգծել է քննարկումները վերաբերում են նաև Իրանի միջուկային ծրագրին։ Փոխնախագահի կարծիքով կողմերը մոտ են որոշակի առաջընթացի։ Միաժամանակ նա ընդունել է դեռևս զգալի աշխատանք կատարելու։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել օտարերկրյա զորքերին հեռանալ Իրանի հարակից տարածքներից։ Նրա խոսքով նման զորքերի ներկայությունը մշտական ռիսկ է ստեղծում տարածաշրջանում։ Արաղչին նշել է ցանկացած սխալ կամ միջադեպ կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Նա ընդգծել է Թեհրանը նախընտրում է դիվանագիտական ճանապարհը։ Միաժամանակ նախարարը հայտարարել է Իրանը կարող է խոսել նաև այլ լեզուներով։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։ Նա նշել է, թե վիճակագրություն չկա, արդյոք 805-ի մեջ Արցախից բռնի տեղահանված անձինք կան, թե ոչ։ Իմ ունեցած տեղեկության համաձայն գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնազավթված մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով ամենակարճ ժամանակում է նայում։ Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն, ընդգծել է Պողոսյանը։
Դատախազը հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ ի թիվս այլնի 2026 թվականի մայիսի 12-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարուր Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասի շուրջ 91%-ի նկատմամբ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր շարունակվում է որոշ տեղամասերի վերահաշվարկի գործընթացը, որը հեռարձակվում է ուղիղ եթերով։ Նշենք, որ ընտրական հանձնաժողովը ստացել է ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստանի Միասնության թևերի եւ Հայաստան Դաշինքի վստահված անձանց եւ տեխնացուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Վարչական դատարանն արգելել է Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի բողոքները նրանց նկատմամբ կայացրած վիճիռների վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միշտորթել է անմեղ ճանաչել նրան։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը, նշելով, որ համաձայն է պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը, բոլոր փաստաբանները դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը ելույթներին նախապատրաստվելու համար։ Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ մի կողմից դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները որպես հայեցակարգ։ Եվ արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է իմ կարծիքով այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում, ասել է Զախարովան, մեկնաբանելով կայացած ընտրությունները։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը պահանջել է, որ Ադրբեջանը անհատ պահ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին, քաղաքական գործիչը հիշեցրել է հայ գերիներին գնդակահարելու դեպքերը, որոնց կադրերը տարածվել էին համացանցում։ Հաշվի առնելով սա, կարևոր է, որ Միացյալ Նահանգները պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին, ասել է նա։ Միջազգային արժութային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 25 միլիոն դոլարի հատկացում։ Այս մասին նշված է Միջազգային արժութային հիմնադրամի կայքում։ Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի համար նախատեսված Stand-by Arrangement ծրագրի առաջին վերանայումը։ Վերանայման ավարտը հնարավորություն է տալիս հատկացնել շուրջ 25.1 միլիոն ԱՄՆ դոլար, ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորի Նիկոլ Փաշինյանին, սպասում են ընտրությունների պաշտոնական եզրակացություններին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների, այնուամենայնիվ նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների, նշել է Պեսկովը, ապա պարզաբանել, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից բացակայում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի շնորհավորանքը եւ չնայած դրան Էրդողանը հանդիպել է Պոլսո-հայոց պատրիարք Սահակարգ էպիսկոպոս Մաշալյանի հետ, հանդիպանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարարը եւ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը, ինչպես նաև падգամավոր Սևան Սվաջօղլուն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրություն կատարելիս Հայաստանը պետք է հիշի, որ Ռուսաստանն է եղել նրա անկախության երաշխավորը, ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոյը։ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի անկախության երաշխավորը, կարծում եմ այս ամենը պետք է հիշել եւ հաշվի առնել, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է, թե որ միությանը միանալ։ Միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամ լինելը գործնականում անհնար է, ասել է հատուկ ներկայացուցիչը։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը եւս անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին։ Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա։ Ընտրություններն անցել են բարդ պայմաններում։ ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը։ Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր, նշել է Լեբեդևը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն, այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են Բարգավաճ Հայաստանը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախորդին, երբ միայն 4 ընտրատեղամասում ընդդիմադիր կուսակցության տվյալներով 120 ձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր հաշվարկել։ Վերահաշվարկն ավարտվելու է ուրբաթ օրը, հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ գործող գնային սահմանաչափի պահպանման տարբերակը, առաջարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում պահպանել առավելագույն շեմը։ 1 բարելի դիմաց 44.1 դոլարի մակարդակում։ Այս սահմանաչափը կիրառվում է այն նպատակով, որպեսզի ռուսական նավթի տեղափոխող տանկերները կարողանան պահպանել ապահովագրական ծառայություններից օգտվելու իրավունքը։ Ցուցանիշը հաշվարկվում է Բալթիկ և Սև ծովի նավահանգիստներում Urals տեսակի նավթի FOB արժեքի հիման վրա։ Ռուսաստանը մեկուսացնելու և թուլացնելու բոլոր փորձերից անկախ շարունակում է մնալ ուժեղ և մրցունագերկիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով երկրի ուժը պայմանավորված է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներուժով։ Նա ընդգծել է արտաքին ճնշումները չեն կարող կոտրել Ռուսաստանի դիրքերը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել հակամարտության հետագա ընթացքի համար։ Նա նշել է Եվրամիության G7 և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի զարգացումների վրա։ Զելենսկու խոսքով այժմ կարևոր է նախապատրաստվել հունիս-հուլիս ամիսներին սպասվող որոշումներին և բանակցություններին։ Նա ընդգծել է ամառային քաղաքական օրակարգը կարող է նշանակալի դեր խաղալ հետագա գործընթացներում։ Կրեմլում կարծում են Եվրոպան դեռ պատրաստ չէ Ուկրաինայի հարցում իրական միջնորդ դառնալուն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլիկ քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով եվրոպական երկրները դեռևս հեռու են խաղաղարար և հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելուց։ Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցային ձևաչափերը։ Նա ընդգծել է Մոսկվան առայժմ չի տեսնում միջնորդական բավարար նախադրյալներ։ Լեհ-զինվորականները զգուշացել են բնակիչներին Ռուսաստանի սահմանի մոտ ռազմական ակտիվության աճի մասին։ Խոսքը հրդեհային փոթորիկ 26 անվանումով զորավարժությունների մասին է։ Զինվորներն ու ռազմական տեխնիկան կարող են տեսանելի լինել ճանապարհներին և հասարակական վայրերում։ Զորավարժությունների նպատակը ուսումնական առաջադրանքների իրականացումն է։ Լեհական կողմը չի հրապարակել դրանց ճշգրիտ սցենարի և անցկացման վայրերը։ Մամուլի ծառայությունը նշել է, բոլոր գործողությունները կրում են պլանային բնույթ։ ԱՄՆ-ն դեռևս Ռուսաստանի Դաշնությանը չի փոխանցել Վոլոդիմիր Զելենսկու և Սթիվեն Ուիտքոֆի միջև կայացած զրույցի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պաշտոնական տեղեկություն չի ստացել ամերիկյան կողմից։ Պեսկովը նշել է, այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չկա։ Բուլղարիայի նոր իշխանությունները չեն նախատեսում շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը։ Նա ընդգրկված է վարչապետ Ռումեն Ռադևի ձևավորած նոր կառավարությունում։ Ռադևը բազմիցս հանդես է եկել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու դեմ։ 2022 թվականից ի վեր Բուլղարիան Ուկրաինային տրամադրել է 13 ռազմական օգնության փաթեթ։ Նոր իշխանությունները նախընտրում են դիվանագիտական մոտեցումները։ Էստոնիայի նախագահ Արալ Կարիսը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ չեն կարող անցկացվել առանց Կիևի մասնակցության։ Նրա խոսքով գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև Եվրոպական միության երկրները։ Նա նշել է, ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ դեր ունենալ բանակցություններում։ Վերջինս դեմ է արտահայտվել փակ կամ սահմանափակ ձևաչափերին։ Էստոնիայի նախագահը նաև կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նրա գնահատմամբ դա անհրաժեշտ է դիվանագիտական լուծման հասնելու համար։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը քննադատել է Ուկրաինային աջակցելու գերմանական քաղաքականությունը։ Նրա խոսքով իշխանությունները պետք է առաջնահերթ լուծեն երկրի ներքին խնդիրները։ Վերջինս նշել է, տնտեսական դժվարությունները խորանում են, իսկ բնակչության բարեկեցությունը նվազում։ Նա նաև քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը։ Պատգամավորը կոչ է արել աջակցել այն ընկերություններին, որոնք շարունակում են աշխատել ռուսական շուկայում։ Դատախազահարային քրեական հետապնդում է հարուցել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Զվարթնոց օդանավակայանից Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-ից 3 օրյա այցուներ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ եւ եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն, նշել է Իվետա Տոնոյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկ իրականացնելու պահանջով, այս մասին հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ-ն դիմումը վերահասցեագրել է համապատասխան ընտրատարածքին վերահաշվարկ իրականացնող մարմին։ Փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերել են Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 67% են կազմել, 24-ը վերաբերել են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 20.8% են կազմել, 11-ը վերաբերել են Հայաստան կուսակցությունների դաշինքին, 9.6%։ 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացուներից 6-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ներքին գործերի նախարարության ոստիկանությանը։ Նախաքննության ընթացքում տեխնացուներից 2-ը հայտնաբերվել են եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Պրեգոմեշ խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram էջի ստորի բաժնից։ Կիպրոսի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով, Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային։ Կիպրոսը պատրաստ է ել ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը եւ Կիպրոս-Հայաստան հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ Իրանը առնվազն մեկ շաբաթ չեն փոխանակվի հարվածներով։ Նա ընդգծել է վերջին բանակցությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ եղել են դրական եւ իրավիճակը ժամանակավորապես կայունացել է։ Թրամփի խոսքով կողմերը նախորդ հարվածներից հետո արդեն կանգ են առել եւ որոշել են չսրել իրավիճակը։ Նա հավելել է ներկայումս չկա անմիջական ռազմական էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա նշել է, եթե կողմերը պահպանեն զսպվածությունը, հնարավոր է ավելի երկարաժամկետ խաղաղության հիմք դրվի։ Մեծ Բրիտանիայի հրապարակազեկույցի համաձայն պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել 29 նավ, արձանագրվել է ընդհանուր 54 միջադեպ, ներառյալ կասկածելի գործողություններ եւ առևանգումներ։ Նշվում է, իրավիճակը վերաբերում է Հորմուզի նեղուցին եւ Օմանի ծոցին։ Զեկույցում ընդգծվում է, վերջի շաբաթներին հարձակումների թիվը նվազել է, մասնագետները դա կապում են տարածաշրջանում ժամանակավոր լարվածության թուլացման հետ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Վաշինգտոնը կշարունակի Իրանի հետ համաձայնության հասնելու ջանքերը անկախ Իսրայելի դիրքորոշումից։ Նա նշել է միջուկային ծրագրի կարգավորումը ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Վենսի խոսքով հնարավոր է հասնել երկարաժամկետ լուծման բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի նպատակն է կանխել նոր էսկալացիան տարածաշրջանում։ Վենսը հավելել է դիվանագիտությունը շարունակում է մնալ առաջնային ուղի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են հասնել համաձայնության ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Նրա խոսքով կողմերի միջև լուրջ հակասություններ գրեթե չկան։ Թրամփը նշել է, գործընթացը կարող է ավարտվել նույնիսկ ժամերի ընթացքում, եթե չլինեն խոչընդոտներ։ Նա վստահություն է հայտնել առաջիկա բանակցությունները կլինեն վճռորոշ։ Միաժամանակ նա ընդգծել է, իրավիճակը գնահատվում է շատ մոտ լուծման փուլում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ռազմական գործողությունները չեն կարող լուծել Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պեկինի խոսքով ուժի կիրառումը միայն խորացնում է ճգնաժամը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն եւ վերադարձալ բանակցությունների։ Նշվում է, տարածաշրջանում իրավիճակը գտնում է վտանգավոր փուլում։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղ գործընթացին։ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում Համասի 3 զենքի պահեստների ոչնչացման մասին։ Հարվածներն իրականացվել նաև ռազմածովային ոստիկանության շտաբի ուղղությամբ։ Գործողությունների ընթացքում սպանվել են մի քանի զինյալներ։ Նշվում է, թիրախները կապված են ռազմական կառույցների հետ։ Իսրայելը հայտարարել է, գործողություններն ուղղված են անվտանգության ապահովմանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, երկիրը չի փոխի իր արտաքին քաղաքական կուրսը, չնայած Եվրամիության հնարավոր սահմանափակումներին։ Նա նշել է վիզային ռեժիմի վերացման սպառնալիքները չեն ազդի Թբիլիսիի դիրքորոշումների վրա։ Կոբախիձեի խոսքով հասարակությունը հասկանում է ընթացող գործընթացները։ Նա ընդգծել է, շանտաժը որևէ արդյունք չի տա։ Վրաստանը շարունակում է իր քաղաքական ուղին անկախ արտաքին ճնշումներից։ Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մինդանաո կղզու մոտակայքում։ Վիրավորների թիվը հասել է հարյուրավորների։ Տասնյակ մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են ծանր պայմաններում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով Աֆղանստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար։ Երկրում գործում է մոտ 20 ահաբեկչական խմբավորում։ Նշվում է դրանց անդամների թիվը տատանվում է տասնյակ հազարների սահմաններում։ Վտանգը հատկապես զգացվում է հարևան երկրների համար։ Ռուսական կողմը կոչ է այլ ուժեղացնել անվտանգության համագործակցությունը։ Թուրքիայի Ակույու ԱԵԿ-ի առաջին էներգաբլոկում ավարտվել է ռեակտորի սառը և տաք գործարկման փորձարկումներին նախորդող կարևոր փուլերից մեկը։ Ռեակտորի կորպուսում տեղադրվել են ջերմատվիժ հավաքակազմերի նմանակները, որոնք նախատեսված են համակարգերի պատրաստվածությունը ստուգելու համար։ Ընկերության տվյալներով այս փուլը թույլ է տալիս փորձարկել տեխնոլոգիական գործընթացներն առանց միջուկային վառելիքի օգտագործման։ Ռեակտորում տեղադրվել է ընդհանուր 163 նմանակ, որոնք ամբողջությամբ կրկնում են վառելիքի պարամետրերը, սակայն չեն պարունակում միջուկային նյութեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է անցնել սառը և տար գործարկման փորձարկումներին։ Եվրամիությունը հայաստանյան բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները։ Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։ Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնման համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին։ Եվրամիությունն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղի վրա աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը, ասված է Եվրամիության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը այլ երկրներում նվազում է, սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Հայաստանին, որտեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ադրբեջանը նրանք անկախ են, Հայաստանը երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար, ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցնում են Մոլդովան, նշել է Զելենսկին։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է, նշել է Զելենսկին։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է պատժվի և անցկացնի բանտում։ Դատական Սանտա Բարբարաներին պետք է վերջ տրվի։ Այս մասին գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ դա երկրի և ժողովրդավարության անվտանգության հարց է։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ միջև հաջորդ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետքա լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություններ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ այդ ժամանակը ձգելու ես բանի մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։ Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Փաշինյանը նաև շնորհավորել է թիմակիցներին եւ նշել Հայաստանում քաղաքական պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ կառավարող ուժը եւ կառավարությունը ընտրությունների ազատ ու արդար անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք հիմնականում ունի ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը, նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11:00-ին։ Ստացել են ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստան կուսակցության, Միասնության թևեր կուսակցության եւ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց եւ թեկնածուների կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է, թե դիմումների հիման վրա եւ սեփական նախաձեռնությամբ, որ ընտրական տեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու, նշվում է, որ ստացել են 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ ընտրությունների վերահաշվարկի արդյունքները պարզ կլինեն հունիսի 14-ին։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք մտնելու ենք սահմանադրական դատարան, բավականին մեծ փաթեթ է պատրաստվում, ասել է նա։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելուն, Իշխան Սաղաթելյանն ասել է, թե այս հարցով պետք է ընդդիմադիր մյուս գործընկերների հետ քննարկում ունենան, որից հետո նոր որոշում կկայացնեն։ Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումով։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում կարևոր է ԲՀԿ-ի շեմը հաղթահարելը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան մտնելու հարցով ապօրինություն է տեղի ունենում, փորձում են սահմանափակել ընդդիմադիր երրորդ ուժի մուտքը խորհրդարան։ Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հաստատել է Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող անտառահատումների եւ արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը։ Նա պաշտոնապես հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում ներքին Հանդ գյուղի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի հատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունները, որ Հորմուզի նեղուցի շրջանում կործանվել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։ Նա հայտնել է, ուղղաթիռում գտնվող երկու օդաչուներն էլ ողջ են մնացել եւ չեն տուժել։ Թրամփի խոսքով միջադեպի վերաբերյալ պաշտոնական զեկույցը կհրապարակվի առաջիկա ժամերին։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, ուղղաթիռը կործանվել է դեռևս անհայտ պատճառներով, դեպքը տեղի ունեցել տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։ Զելենսկին Քիշնևի օդանավականում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Նա հանդիպում բնութագրել է որպես շատ դրական եւ հայտնել քննարկվել են Ուկրաինայի պատերազմի ավարտին միտված դիվանագիտական ջանքերը։ Կողմերը խոսել են նաեւ առաջիկա միջազգային իրադարձությունների, այդ թվում G7-ի գագաթնաժողովի մասին։ Զելենսկին ներկայացրել է Կիևի գնահատականները Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության եւ ուկրաինացիների նկատմամբ ցուցաբերվող հարգանքի համար։ Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարածքից նոր հրետակոծություն է իրականացվել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Ըստ զինվորականների արձակվել է 3 արկ, որոնցից մեկն ընկել է իսրայելցի զինվորների անմիջական հարևանությամբ։ Մնացած 2 արկերը հաջողությամբ որսացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Մի քանի սահմանամերձ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նա զգուշացրել է. Իսրայելը պետք է շատ զգույշ լինի իր հետագա քայլերում Իրանի ուղղությամբ։ Թրամփի խոսքով շուտով կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Իսրայելը միայնակ մնա Իրանի դեմ։ Վաշինգտոնը փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։ Իրանի իշխանությունները հայտնել են Իսրայելի վերջին հարվածների հետևանքով 15 վիրավորի մասին։ Վիրավորներից 14-ը գրանցվել են Խուզեստան նահանգի Մաշշահր քաղաքում, իսկ 1 մարդ վիրավորվել է Թեհրանում։ Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Ջաֆար Միաթֆարին հայտնել է. միայն 1 վիրավոր է շարունակում բուժում ստանալ հիվանդանոցում։ Մնացած քաղաքացիները բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Այս պայդրությամբ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իրանի իշխանությունները շարունակում են գնահատել հասցված վնասների ծավալը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևանում հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։